Համատություն ենք անում Հայաստանի տեքստիլ ոլորտի եւ Իտալիայի տեքստիլ ոլորտի մեջ։ Տարբերությունը մոտավորապես 10 քանի անգամ էր։ Փորձենք հասկանանք ոնց է էլի ստացվում, որ արտադրողականությունը այդքան տարբեր է։ Իրականում, երբ որ խոհանում ենք թեմայի մեջ, ասենք մեր տեքստիլ ոլորտի աշխատող այնպես չի, որ ինքը մի ժամում օրինակ 1 մայկա է արտադրում, Իտալիայում արտադրում են 12 մայկա, չկա այդպիսի բան։ Ուղղակի մեր ստեղի արտադրած մայկան ինքը նո լոգո է, որը վաճառվում է, չգիտեմ, 2000 դրամով, իսկ Իտալիայում արտադրվածը կամ թեկուզ Իտալիայում չի արտադրվում, բայց Հայաստանում արտադրվում է տոլինգային գործարքներով, տարվում է Իտալիա, բրենդավորվում է, վաճառվում է $200, հա, ասենք օրինակի համար։ Խնդիրը ոչ թե տեխնոլոգիական վերազինման մեջ է կամ աշխատողների հմտությունների զարգացման մեջ է, այլ արտադրողականությունը, երբ որ sense հաշվում ենք, մի հատ մասնագիտական տերմին օգտագործեմ, դրանից անհնար խուսափել, կոչվում է total factor productivity, որը վերաբերում է, ասենք, եթե փորձենք բացել, ձեռնարկատիրական հմտությունները ճիշտ կազմակերպելուն, մարքեթինգային հմտություններին, տեխնոլոգիական նոր ինովացիոն ինչ-որ բաներ ներդնելուն, այսինքն նույն բերած օրինակում ստեցվում դա մարքեթինգի հարց է, ոնց ճիշտ բրենդավորել, մարքեթինգ անել, որ ապրանքը վաճառել ոչ թե $5, այլ վաճառել $120 կամ $200։